Սիրելի երևանցիներ, ողջույններս եմ հղում ձեզ գեղեցիկ Բեյրութից, որտեղ որ մեր Երևանի երիտասարդական նվագախումբը Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ունենալու է 3 դժվարագույն համերգ եւ մենք եկել ենք նրանց աջակցելու, բայց նաեւ առիթից օգտվելով ուզում եմ մի շատ լավ լուրով ձեզ հետ կիսվել։ Վերջին 3 տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանը ունենում է հնարավորություն անդրադառնալու մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձին եւ հիշեցնեմ 2024 թվականին մենք բարձրացրեցինք մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձը 15-ից մինչեւ 31%-ով։ Այս տարի մայիս ամսից սկսած մենք բարձրացնելու ենք 15-ից 20%-ով մեր աշխատակիցների աշխատավարձերը եւ հազարավոր աշխատակիցներ ունենալու են նաեւ նոր հնարավորություններ, մասնավորապես մեր դաստիարակները եւ բոլոր տնօրենները ունենալու են հնարավորություն արդեն 200,000 դրամ նվազագույն շեմը անցնելով առողջապահական ապահովագրության փաթեթներից օգտվելու, իսկ մեր բոլոր մնացյալ աշխատակիցների համար հիշեցնեմ, որ նաև գործում է Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության փաթեթները, Երևանի քաղաքապետարանը իր բոլոր աշխատակիցներին ապահովում է առողջապահական ապահովագրության փաթեթներով, եթե նույնիսկ նրանք չեն մտնում պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթների մեջ եւ ուզում եմ նաեւ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեզ հնարավորություն են տվել այս փոփոխություններն իրականացնելու, որովհետեւ վերջին շրջանում, վերջին տարիներին Երևան քաղաքի բյուջեն էականորեն աճել է եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ նպաստել են դրան, ովքեր որ նպաստել են, որ մենք կարողանանք մեր մանկապարտեզներում, մեր երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում անդրադառնանք աշխատավարձերին, մեր սպորտ դպրոցներում անդրադառնանք աշխատավարձերին։ Ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց շնորհակալություն հայտնել, որովհետև եկամուտների հավելյալ հավաքագրումը մեզ թույլ է տալիս նաև նմանատիպ կարևոր քայլեր իրականացնել։ Շնորհակալ եմ եւ կրկին անգամ շնորհավորում եմ բոլորին։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։